Գասպարյան, նաև մեկ այլ միջադեպ տեղի ունեցավ, ինչպես դուք նշեցիք, ներկայացուցիչները հայ համայնքի թույլ չտվեցին, որպեսզի դեսպանատան աշխատակիցները մոտենան եւ հարգանքի տուրք մատուցեն ցեղասպանության զոհերի հիշատակին։ Դուք այս երկու իրադարձությունները ձեզ այնտեղ ձեր գործունեությունն այնտեղ կասեցնելու եւ այս միջադեպը փոխկապակցված եք համարում միմյանց։ Տեսեք, իրանահայ համայնքը մեր օրինակելի համայնքներից է։ Եղել կա եւ լինելու է։ Հայկական պետականության, Հայաստանի անկախության, հայահավաքի եւ հայրենակերտման միջնաբերդերից մեկը իրանահայ համայնքն է եղել մի քանի հարյուրամյակ։ Այնպես որ վերջին նույնիսկ 70-80 տարվա ընթացքում նման դեպք երբևիցե չի եղել։ Նման բան չի գրանցվել իրանահայ պատմության մեջ, ինչու, որովհետեւ Հայաստանի որևէ իշխանություն թույլ չի տվել նման լկտի եւ սինլքոր պահվածք Հայաստանի եւ հայ ժողովրդի գլխավոր ողբերգության հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ։ Որևէ ղեկավար նման բան թույլ չի տվել, ուստի եւ որևէ համայնքում նման խնդիր չի առաջացել։ Առաջացել է բացառապես այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականությունը փորձվել է կասկածի տակ դնել, փորձել է կասկածի տակ դնել պատմական եղելությունը կամ այն քաղաքականություն կոչեցյալ, ինչ որ հիմա այս սրանք վարում են։ Դրա համար սա առաջինն էր ընդհանրապես իրանահայ համայնքի պատմության մեջ, որ նման պորտկում է տեղի ունենում, եւ սա համարում եմ արձագանք պաշտոնական Երևանի վարած այն թյուրիմացություն կոչեցულ քաղաքականության, չեմ ասի ուրացման, որտեղ ուրացման էլ չի։ Սա մեկ, երկրորդ կարևոր խնդիրը, որին ուզում եմ անպայման անդրադառնալ այս համատեքստում, անկախ փաստից, թե իրենք ինչ արեցին այս իշխանությունները, իրենց խաղաքարտերը վառում են Իրանի հետ բանակցություններում առհասարակ։ Հիմա իրենք պարտքի տակ մնացին մի հատ։ Ինչու, որովհետև Աբրահամ Գասպարյանը անձամբ հրաշալի հարաբերություններ ունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ, երկրորդ իրանահայ համայնքի հետ եւ դրա վկայությունը ամենավառ վկայությունը այն էր, որ Ծաղկեմատույցի արարողության ժամանակ այն ծափողջունները, որ հենց Ջենեսիս Արմենիա անունը նշվեց եւ կենտրոնական միջոցառման ժամանակ, երբ որ բանախոս փոխարինողը ինձ այսպես ասաց, որ օրենքով ես այսօր չպետք է բանախոսեի, պիտի բանախոսեր Աբրահամ Գասպարյանը, դա ալիչը 2 րոպեով տնկայ սկսեց ծափողջուններով, սա շատ ինքնասիրությունը շատ շոյեց, շատ ազդված եմ իրապես եւ իմ գլխարկը միշտ անում եմ իրանահայ համայնքի առաջ, որը մշտապես երես է փայլեցրել իր կեցվածքով, իր հայրենապաշտության, արցախապաշտության, Հայաստանի նվիրված լինելու, հայության հայահավաքին նվիրված լինելու իր օրակարգը երբեք չի փոխել։ Եվ ասում եմ սա նաև բոլոր նրանց համար, ովքեր ֆեյքերով մի երկու նկար ինձ ուղարկեցին, որ Աբրահամ Գասպարյանը այս ամբողջի պատասխանատվությունը բարդում է իրանական կողմի վրա։ Եփած հավի ծիծաղն անգամ չի գա նույնիսկ նման հիմարությունների համար։ Ես գիտեմ ֆեյք ֆաբրիկան ինչ անում, ֆեյք ֆաբրիկան տուժեց, ֆեյք ֆաբրիկան ամբողջությամբ չկարողացավ կատարել այն պլանը, ինչ որ դրել էին։ Աբրահամ Գասպարյանը ելույթ չունեցավ Թեհրանում, բայց շատ ավելի ուժգին հարված հասցվեց սրանց քարոզչությանը, մեր շատ գրագետ հակաքարոզչությամբ եւ իրենք մնացին տակ, հիմա իրենք թող մտածեն հաջորդը ինչ են անելու։ Եթե ես գնամ Բրյուսել կամ գնամ Փարիզ ժողովրդավարության իրական բաստիոնը, սրանք էլի պիտի միջամտեմ, որ ես օրինակ հայ համայնքի հետ կամ ֆրանսիական think tank-երի հետ չհանդիպեմ, սա ինչ խեղկատակություն է։ Դուք ով եք ընդհանրապես։ Գասպարյան, բայց այդ հանդիպումները ուղեղային կենտրոնների հետ, առաջատար լրատվամիջոցների հետ հարցազրույցները դուք պլանավորում եք այլ կերպ իրականություն դարձնել։ Օնլայն։ Ինչ է եղել, որ կասեր կլասիկը, օնլայն կանցկացնենք այն ինչ անհրաժեշտ է հայ ժողովրդին եւ Հայաստանին, Ջենեսիս Արմենիան եւ անձամբ Աբրահամ Գասպարյանը, սատանայի միջոցով էլ լինի կապահովի։ Օնլայն կլինի, օֆլայն կլինի, 8-րդ երկրում, եթե ես պիտի հանդիպեմ ինչ որ մեկի հետ, ես հաստատ կհանդիպեմ, այնպես որ թող շատ չուրախանան, այն ինչ սարքեցին իրենք տակը մնացին ու խոստանում եմ սրանից հետո մի հատ էլ նման բան անել, տասնապատիկ ավելի հակահարված են ստանալու։
Այնպես որ ոչ ընկճվում ենք, ոչ բան, մենք գիտենք մեր օրակարգը, հայկական օրակարգը գիտենք ինչ բան է, Հայաստանի, Արցախի եւ հայ ժողովրդի ազգային պետական շահերը պաշտպանելու ձևերն էլ գիտենք, աշխարհի որ անկյունում էլ լինի, Մոզամբիկում էլ եմ ելույթ ունենալ, թող փորձեն միջամտել։ Տեսնենք ինչ կլինի, ով կհաղթի վերջում, շնորհակալ եմ ձեզ։ Շնորհակալություն։